Ողջույն հարգելի աղեղնավորներ, վերջին նշաններն եք, միշտ վերջին նշանները տուժում են, ամենավերջում են լինում կանխատեսումները, բայց ինչպես որ ասում են ավելի լավ է ուշ, քան երբեք։ Միևնույնն է 2026 թվականը դեռ չի սկսել, որպեսզի կարողանանք մոտավորապես հասկանալ, թե ինչ է սպասվելու մեզ։ Դե պետք է հասկանալ, որ այս կանխատեսումը միայն վերաբերվում է գումարին, ֆինանսին, ոչ աշխատանքին, աշխատանքայինները հնարավոր են լինել ամեն ամիս, ոչ թե այսպես գլոբալ, գնանք հետո միասին, այնպես որ սա միայն վերաբերվում է գումարին, կունենաք գումար, թե ոչ, կնաղվեք գումարից, թե ոչ, հա, եւ գուցե խաբեություններ են, վարկեր են եւ այլն, հա, դրանց մասին նաեւ ինչ-որ հարցերի պատասխաններ այստեղ կարող են լինել։ Եվ ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, կարող եք նայել, թե որ ամսին, ես հիմա ասեցի եւ մեկ րոպե, ահա, ինձ թվաց ժամերը չեմ տեղադրել, բայց չտեղադրել էի նախորդ նշանի համար, ձեր համար եւս ժամերը կլինեն, եթե տարվա ընթացքում որոշում եք նայել, հետ վերադառնալ, նայել, թե այս կամ այն ամսում ինչ է ձեզ սպասվում, ապա կարող եք հեշտությամբ գտնել տվյալ ամիսը եւ լսել ընդամենը մի քանի րոպե է, ինչ որ հատուկ գլոբալ բաներ չեմ ասում, բնական է ամեն ամիս չեմ կարող այդքան շատ քարտեր տեղադրել, հա, 1-2-ը բավական է։ Առաջին քարտը դա նշանակում է վիճակը, թե ինչ է լինելու, երկրորդը մոտավորապես թե ինչպես կարող եք այդ հարցին լուծում տալ։ Եվ կնայենք այստեղ ընդհանուր ֆոնը 2026-ի, թե ինչպես է ընթանալու, ինչպես է կարելի ասել մուտք գործելու 2026 թվական ֆինանսապես եւ ընդհանուր ֆոնը, հա, ինչպես է ձեզ զգալու ֆինանսական առումով։ Տեսնենք, ուրեմն ընդհանուր ֆոնը 2026 թվականի ֆինանսների համար հատուկ աղեղնավոր նշանի համար տեսնենք ինչպեսին է լինելու ֆոնը եւ արդեն մնացած ամիսները։ Չուզում ծաղիկ կամնի։ Եվ վերջին ամիսը։ Եթե ձանձրալի այս պահը կարող եք առաջ տալ, հետո կնայեք ընդհանուր ֆոնից։ «2026 թվականի աղեղնավորների ֆինանսական վիճակը, ընդհանուր ֆոնը եւ ամբողջ տարին, տեսնենք, ինչ է սպասվում։ Ընդհանուր ֆոնը եւ տարին, փետրվար, մարտ, եւ վերջին ամիսը։ Ահա, ընդհանուր ֆոնից կսկսենք, պետք է հասկանաք, որ սրանք հուշումներ են ձեզ համար, խորհուրդներ են, որպեսզի այդ ամիսներին տեսնեք ինչ է կատարվելու եւ ուղղեք ինչ որ մի հարցը, որը որ շատ կարեւոր է ձեզ համար։ Եվ կնայենք ընդհանուր ֆոնը։ Սա ընդհանուր ֆոնը, սա մագն է, դուք մագը սա մոգ է, այդպես է կոչվում, հա։ Եվ նա կարողանում է կարգավորել իր բոլոր հարցերը, իր բոլոր խնդիրները, որոնք որ առկա են իր ֆինանսական հարցերում։ Կարող եք այս տարվա ընթացքում անընդհատ փնտրել եկամուտի նոր աղբյուրներ ձեզ համար եւ կարող եք գտնել, հա, այդ քարտը նաեւ դա է ասում, որ մարդը կարողանում է գտնել ինքնավստահ է, ինքը իր վրա վստահ է եւ նաեւ ստեղծագործության պահին կարող եք վաստակել մասնագիտական աճի, բնականաբար, դե մասնագիտականից այդքան չենք խոսում, որովհետև հա դա այդքան էլ, հա, այս թեմային չի վերաբերվում։ Նաեւ ֆինանսական վիճակի բարելավում, շատ լավ ֆինանսական վիճակ, կարող եք շռայլել, կարող եք մեծացնել նաեւ ձեր եկամուտները
կամ ոնց որ ավելի, եթե խանութ ունեք, ոնց որ ավելի շատ բացակային կամ ձեր ֆինանսական վիճակը ավելի ընդլայնեք։ Եվ ժամանակի ընթացքում կարող եք ավելացնել այն, նաև աճ, աճ կունենաք ֆինանսապես, տեսանելի աճ նաև այդպես կարելի ասել։ Ձեր ֆինանսական վիճակի արագ փոփոխություն տեղի կունենա, ինչ որ կարող եք արագ փոխանցումներ կատարել ինչ-որ մեկին կամ ձեզ փոխանցեն շատ արագ, անսպասելի եկամուտներ կունենաք, բոնուսներ, խրախուսանքներ կամ նաև շատ արագ պետք է ծախսեք, հա, ինչ որ գումար։ Անհապաղ այդպես կանխիկ գործարքներ գնաք, ոնց որ տարվա ընթացքում, հա, գնաք անընդհատ այստեղից գումար կանխիկացնեք այստեղ կամ փոխեք եվրոյի, փոխեք դոլարի, այդպես նաև կարող է լինել։ Որոշ նորություններ կարող են սպասվել ձեզ, նաև բյուջեի, ներդրումների հետ կապված տեղեկատվություն կարող եք ստանալ։ Նաև կարող է տրվել ինչ-որ հաշիվ ապրանքանիշեր, ապրանքագրեր եւ այլն, հա, ինչ-որ պահեր են ֆինանսական առումով այդտեղ հաշվապահության եւ այլն։ Տեսնենք հունվար ամիսը, տեսնենք ինչ է ձեզ սպասվում։ Հունվարին այստեղ մի փոքր նեղվածություն կա։ Այստեղ եթե ինչ-որ որոշում պետք է կայացնեք ֆինանսական առումով, ապա ոնց որ պետք է անպայման վերլուծեք դրական եւ բացասական կողմերը։ Հենց այնպես ուղղակի որոշումներ կայացնել ֆինանսական առումով այդքան էլ խորհուրդ չի տրվում։ Հա պետք է անպայման, որովհետեւ կարող եք շատ մեծ սխալներ թույլ տալ եւ հետո արդեն այդ սխալներից պետք է կարողանաք ճիշտ դուրս գալ։ Եվ գումարները կարող են գալ, գնալ, միգուցե դա է մինչև ուղարկելը գումարը, մինչև ծախսելը, պետք է մի հատ մտածեք, ճիշտ եք ծախսում, թե ոչ, շատ հոչ եք ծախսում եւ այլ հարցերով ինքներդ ձեզ պետք է մի հատ վերլուծեք։ Նաև դա ֆինանսական անկայուն վիճակ է, որովհետև չգիտեք ինչ է լինելու, մի փոքր դժվարություններ կան, ճիշտ է շատ չեն, բայց ծախսելուց առաջ, ընդունելուց առաջ, գործարք կնքելուց առաջ պետք է անպայման երկու կողմն է մտածեք, հո շատ չեք ծախսում, հո շատ չի գնում։ Ունեն դեպս փոքր եկամուտներ են, որոնք որ կարող են գալ կեստրույքով ու աշխատանք է, որը կարող է կողքից ուղղակի աշխատել։ Ստուգեք յուրաքանչյուր գումար, ինչ որ մտնում է ձեր քարտ, դուրս է գալիս, անպայման ստուգեք, աչքաթող մի արեք։ Նաև սա ֆինանսական բանակցություններ կարող են լինել, վարկային պայմանագրեր կարող են լինել, կամ պետք է վճարեք, հա, ոնց որ այստեղ կամ կարող մտածում եք դեռ որոշում եք ինչ-որ մեկի հետ վարկ վերցնել, թե ոչ, հա, եւ նայում եք եւ դրական եւ բացասական կողմերը արդյոք լավ կլինի վերցնելու համար, հետո կարող եք փակել, թե ոչ։ Անպայման, հա, կարևոր է միշտ խորհրդակցել հունվար ամսին յուրաքանչյուր ֆինանսական կամ մեծ ծախսերի դեպքում կամ որևիցե ինչ-որ հարցերի դեպքում։ Նաև աշխատավարձի հետ կապված կարող եք քննարկել, որ մի փոքր բարձրանա, եթե աշխատում եք, նաև յուրաքանչյուր հարցը, դա կարող է ընտանիքի անդամների հետ եք քննարկում, գործընկերոջ հետ եք քննարկում, կախված թե ով է կամ տնօրենի հետ եք քննարկում, որ ձեր աշխատավարձը բարձրացնի։ Փետրվար ամսին ամեն ինչը այստեղ այս մարդը ոնց որ հստակ գիտի ինչ է ուզում։ Հայ ծանրակշռված, քայլերը հաշվարկված, ոնց որ Սատուրնը, հա, ամեն ինչը իր տեղում եւ գիտեք թե ինչպես են կօգտագործեք, այստեղ միգուցե մեծ գումար է գալիս, որը ձեզ ուրախացնում է, գուցե ժառանգություն եք ստանում, վարկ եք ձևակերպում, վարկ են տալիս, եկամուտն է աճում եւ դուք գիտեք ինչպես ծախսել, ինչպես ճիշտ ներդրում անել, ինչպես ճիշտ կառավարել այդ գումարը, որ հանկարծ այնպես չլինի, որ չբավականացնի։ Նա նաև կարող է աշխատանքի եք ընդունվում կամ աշխատավարձն են բարձրացնում, որ ուրախանում եք, հա, որ գումար կկարողանաք վաստակել կամ միգուցե ընտանիքի անդամներից են սկսում աշխատել եւ ձեր ֆինանսական վիճակը այդպեսով ավելի լավանում։ Ամենայն դեպս ֆինանսական ոչ մի տեսակի խնդիր չունեք դուք։ Նեղվածություն չկա, դեռ մի բան էլ այստեղ գալիս է։ Կարողանում եք ստեղծել ճիշտ կապիտալ, կարողանում եք ճիշտ կառավարել ձեր գումարները։
Տեսնենք մարտ ամսին ինչ է լինելու, ինչ փոփոխություններ կան։ Մի փոքր գայթակղություններ կան, որ կարող եք գայթակղվել եւ ինչ տեսնեք ուզենաք գնել։ Մարտ ամսին ֆինանսական վիճակը աստիճանաբար կլավանա, եթե ոչ խնդիրներ կային, ապա այն կկարգավորվի, բարելավում կլինի ձեր ֆինանսական վիճակում եւ ֆինանսական խնդիրների հաջող լուծում կլինի, գուցե իմաստուն կերպով դուք կկարողանաք այդ հարցին լուծում տալ, այն ինչը որ խանգարում էր ձեզ ճիշտ որոշումներ կայացնել, ապա մարդը ավելի գրագետ կմոտենա յուրաքանչյուր հարցին։ Եվ կարող են ձեզ հենց գումար ուզել ուղղակի այդ ամիս պարտքով, բայց այստեղ օցեր են, եթե այդպես նայենք, եւ կարող է այդ դժվարությամբ կարողանաք հետ վերցնել։ Իսկ այն ինչը որ դուք կարող եք ավելացնել, դա հենց նշանակում է իմաստություն, կամ կգայթակղվեք եւ ավելի շատ կսկսեք ինչ որ գործեր անել, նոր բաներ անել եւ շատ գումարներ վաստակել։ Մենք կարող նախանձեն ձեզ շրջապատում, ձեր կողքից նախանձեն, որ ավելի ոգևորված եք, ուզում եք շատ գործ անել, շատ գումար վաստակել, եւ դա ձեզ կհաջողվի իհարկե։ Հաջողվում է, որովհետև այնտեղ նաև կարող է արտասահմանի հետ կապված, որ եթե կապ ինչ որ գումար եք ուղարկում, գումար է գալիս, միգուցե գործ եք անում այնտեղից գումար է գալիս, կամ ապրանք եք ուղարկում, այդպես կարող է լինել նաև եւ դրանից է կարող է նախանձություն առաջանա ոմանց մոտ։ Տեսնենք ապրիլ ամիսը։ Ապրիլ ամիսը երկուսն էլ սիրային քարտեր են։ Մայիսի ամիս կարող եք գումար ծախսել ձեր հաճույքի համար, ձեր հանգստի համար, սեփական ցանկությունների համար եւ կարող են լինել նաեւ անխոհեմ ծախսեր, ոչ մտածված, ոչ շատ կարեւոր ծախսեր ձեզ համար։ Նաեւ սա շահավետ գործարքներ են այդ ամսում, որը դուք կիրականացնեք։ Եվ իհարկե ձեր սիրելին միգուցե գումար սկսի վաստակել, իրենից էլ գումար ստանաք, ինքն էլ գումար տուն բերի, նաև դե ինչ տեսնեք գնեք, ոնց որ ինչ սիրտը ուզի գնեք, այդպես կարող է լինել այդ ամիս։ Ձեր սրտի ուզածը, դուք կարողանաք գնել, ամենայն դեպս գումարը կունենաք գնելու համար։ Այստեղ գումարի պակաս ցույց չի տալիս, որ ասեմ գումար չեք ունենա։ Գումար ուղղակի կծախսեք ձեր հավեսի համար։ Կարող եք գնալ հանգստանալու այդ ամսին, կարող է նաև ինչ որ հարցեր են, որոնք որ գնացիք խանութ, տեսակ հագուստը, լավ նա վերջ, գնում եք։ Գումար դրանց վրա կծախսվի։ Տեսնենք հաջորդ ամիսը ինչպես է եւ այդտեղից, արդեն պետք է հասկանաք գումարը շատ ծախսեք, թե ոչ։ Նայեք ինչքան դժվարություն կա այստեղ հաջորդ ամիս ֆինանսական։ Դե համար երբ որ այդտեղ գումարը, այստեղ ուղղակի ինչ տեսնում եք, գնում եք, այստեղ կարող է արդեն մի փոքր նեղվեք։ Ուրեմն մայիս ամսի մի փոքր կարող եք գերհոգնած լինել ավելի շատ տանջվեք, շատ աշխատեք գումար վաստակելու համար, հոգնած կլինեք բավականին, բեռը ձեր ուսերին է գումար վաստակելու այդ ամիս եւ ձեզանից է կախված շատ եւ հաջողության հասնելու համար ֆինանսապես ձեզ բավականին շատ ջանքեր է հարկավոր, որպեսզի դուք կարողանաք այն անել եւ կօգտագործեք ձեր ողջ ուժը, որպեսզի ինչ որ բաներ անեք։ Նաև այդ ամիս կարող եք գնալ ճամփորդության, միգուցե գումարը աշխատում եք, վաստակում եք, գնում եք, այստեղ ամենայն դեպս այստեղ գումար կարող է գալ դրսից, կարող են ձեզ օգնել կամ միգուցե հրավիրում են ձեզ մեկ այլ երկիր, այդպես գնում եք ճամփորդություն։ Նաև սա օտար երկրից որ չէ աղբյուրներ են, որտեղից որ եկամուտ եք ստանում կամ հենց գումար են ձեզ փոխանցում ապրելու համար։ Նաև դե այստեղ գումար դուք կփոխանցեք, ձեզ գումար կփոխանցեն, ներդրումներ կարող եք անել, ձեր ֆինանսական հորիզոնները կընդլայնեք, գուցե իրոք շատ եք աշխատում, բայց նաև դիմացը գումար եք վաստակում, շատ կհոգնեք, շատ կգերհոգնեք, բայց դրա դիմաց նաև գումար կվաստակեք։ Ինչ որ վճարման ժամկետներ ունեք այդ ամիս, որ պետք է հստակ ինչ որ ժամանակահատվածում գումար վճարեք ինչ որ մեկին։ Դե ճանապարհորդության համար գումար կծախսեք, գումար է պետք անպայման այդ ամսին խնայել,
Եվ ովքեր որ զբաղվում են առևտրով դրանով կարող եք գումար վաստակել, գումար ստանալ եւ ժառանգություն նաեւ եթե նման իրավիճակ կա, ապա ժառանգություն եւս կարող եք ստանալ այդ ամիս։ Սկիզբը մի փոքր այստեղ տանջալի է։ Բերը ոնց որ կամ ընտանիքում այդ ամիս միայն դուք եք աշխատելու, կամ ընդհանուր առմամբ ձեզ վրա է գումար աշխատելու բերը։ Ում այդ ամիս ուղղակի շատ եք այս ամիս հանգստանում եք, վայելում եք, ծախսեր եք անում, այս ամիս սկսում եք արդեն շատ գումար վաստակելու այդ գործընթացը անել եւ շատ կարող եք հոգնել։ Դա համար կարող է հարկավոր լինի գնալ հանգստանալ։ Հունիս ամսին որևիցե հստակ որոշումներ կկայացնեք, որը ձեզ կօգնի ձեր ֆինանսական վիճակը բարելավման համար։ Նաև սա որոշ ֆինանսական տեղեկություններ կլսեք այդ ամիս։ Հնարավոր է, որ տղամարդուց է կախված, հնարավոր ձեր տնօրենն է, միգուցե ձեր աշխատավորն է բարձրացնում, միգուցե պարտքն է ուզում կամ դուք եք իրենքն է պարտք, դուք եք ձեր պարտքերն ուզում, ձեր հաստատակամ, որոշում եք, որ այդ մարդուն պետք է վերջը դիմեք պարտքերի համար։ Դե հաստատուն ինչ-որ բան եք որոշելու, միգուցե ներդրումներ անելու համար, միգուցե դիմելու ձեր տնօրենին, որ վերջ ես այսքան քիչ աշխատանավարձով չեմ աշխատի, միգուցե ձեր եղբորն եք դիմում ընկերոջը, ձեր հայրիկին, միասին ինչ-որ գործ անելու համար, ոնց որ պետք է իրար հետ ինչ-որ մի գործ անեք։ Լույսս անջատվեց, ոնց որ այդպես հստակ կորոշեք, որ ինչ-որ մի բան եք անելու ձեր ֆինանսական վիճակը ավելի լավացնելու համար։ Միգուցե բիզնես եք բացում կողքից, միգուցե դե որ ես աշխատանքից չեմ խոսում, նաև չեմ խոսում դրանց մասին։ Ես որ ասում եմ հաստատական որոշում, դա նշանակում է, որ վերջ ես սա եմ անելու, որպեսզի ավելի շատ գումար գա, բնական է։ Ավելի հստակ կլինի ձեր որոշումը, ընդհանրապես դուզերը դա են խոսում, որ մարդը հաստատակամ է, որոշում է, ճիշտ որոշում է կայացնում եւ ինչ որ գործեր կարող է անել։ Սա նաեւ եղբոր հետ բիզնես է, աղբոր հետ բիզնես է, հա, ինչ որ տղամարդու հետ գործընկեր է, կարող եք դիմել նաեւ իրեն, որ ձեզ օգնեն, ոչ թե ֆինանսապես, այլ միգուցե ներդրումներ կատարելու համար։ Մոտով այստեղ ֆինանսական խնդիրներ չկան այդ ամսում։ Միայն խնդիրները այստեղ են։ Հունվարին մի փոքր եւ մայիսին։ Խնդիրները միայն այդտեղ են։ Ուրիշ ոչ միտեղ խնդիրներ դեռևս չկան։ Հուլիս ամսին անսպասելի ֆինանսական հնարավորություններ կունենաք, հնարավոր է ձեզ են աջակցում, կարող է դուք եք աջակցում ինչ-որ մեկին, այստեղ նաև ձեր ընկերն է, որ կարող է ձեր կարիք ունի, դուք եք աջակցում կամ ինքն է ձեզ աջակցում ֆինանսապես։ Ֆինանսական հարցերում նաև հավատարիմ գործընկեր է սա նշանակում, երկարաժամկետ ներդրում կամ ինքը կարող է անել կամ դուք կարող եք անել իր գործի մեջ, այդպես գումար կա։ Կայուն ֆինանսական հարաբերություններ ունեք, եթե ինչ-որ գործընկեր ունեք իր հետ ավելի շատ։ Վստահություն բնականաբար հարաբերությունների հիմքն է։ Դե եթե ֆինանսական դժվարություններ կունենաք, ապա միևնույն է, այստեղ կարող եք դիմել, նաև ձեզ օգնեն դրամական աջակցություններ, նաև կարող է այստեղ ֆինանսական օգնություն ստանաք պետությունից օրինակ։ Միգուցե երեխաների հետ է կապված, միգուցե սկսում եք թոշակ ստանալ, միգուցե ապահովագրությունն է եւ այլն, ինչ որ պահեր են, որ կարող են ձեզ օգնել։ Կամ ձեր ընկերը կարող է աջակցել, օգտակար լինել, օրինակ ինչ-որ մի պետական հիմնարկություն դիմելու համար, կամ հենց ինքն է օգնողը կամ դուք կարող եք օգնել իրեն, այնպես որ եթե ինչ-որ ֆինանսական խնդիրներ լինեն այդ ամսին, ապա ձեր ընկերը ձեզ անպայման կաջակցի։ Բայց դուք եւս այստեղ ինչ-որ դժվարություններ չկան, բայց եթե էլի, հա, հանկարծակի, եթե լինի։ Օգոստոս ամիսը Սա ինչպես տեսնում ենք մի փոքր դժվարությունները հաղթահարելու քարտն է, դժվարությունները կարողանում եք հաղթահարել, նայեք անձրև է գալիս փոթորիկ է, այստեղ ձեր կողքը կամ ձեր թշնամիներն են, կամ ձեր գործընկերներն են, կամ ձեր աշխատակիցներն են, այստեղ որ հաղթում եք, նաև ֆինանսական վիճակը եւս հա, այստեղ
խնդիրները հաղթահարելու քարտն է սա, որ կկարողանաք այն յուրաքանչյուր միջոցով հաղթահարել։ Միգուցե դատարանում է, միգուցե բանկում է, միգուցե վճարման եղանակն է, միգուցե ինչ-որ բան պետք է վճարեք, սկզբում չկա գումար, հետո մեկ էլ հոպ ինչ-որ մի տեղից ինչ-որ մի ձևով կարողանում եք այդ գումարը գտնել եւ վճարում կատարել եւ ոնց որ հաղթել այդ իրավիճակին, հա, որ դուք պետք է վճարեք գումար։ Մի փոքր դժվարությունների միջով է դա մարդը անցնում, բայց ի վերջո կարողանում եք հաղթահարել։ Նաև ունեք փոքր ներդրում, եթե վատ են լինում շատ ամիսը, ապա երկու քարտն էլ վատ է լինում, բայց մենք դեռ չենք տեսնում այդտեղ երկու քարտը վատ։ Նա որտեղ կան վատ քարտեր։ Դուք եթե նայում եք, գիտեք, որ կան վատ քարտեր։ Ուրեմն նաև այդ ամսում ոչ է փոքր ներդրումներ կարող եք անել, փոքր քանակությամբ գումարներ կգա կամ փոքր քանակությամբ ինչ-որ բաներ կգնեք, միգուցե ձեր գործերի համար է, միգուցե ինչ-որ առևտրներ են, հա, ինչ-որ բաներ կարող եք անել։ Նոր ձեռնարկություն է, սա նաև երեխան դա ոնց որ անզգուշություն է, մարդը ինչ-որ գործ է անում, բայց անզգուշ, լիարժեք չի մտածում հետևանքների մասին։ Նաև չմտածված գնումներ է սա նշանակում, էմոցիոնալ ծախսեր, որ տեսակ, հավանեցիք, գնեցիք, եւ այնպես չի, ոնց որ շատ գումար կա այդ ամիսը։ Եթե գալիս էլ է, ոնց որ այն փոքր քանակությամբ է գալիս։ Նա ոմանց մոտ կարող է լինել առաջին եկամուտը, եթե ոչ է բիզնես եք բացում, կարող այստեղ ոնց որ ասում եմ կոտորելով բացում եք կամ պահպանում եք ձեր բիզնեսը։ Նոր բիզնեսի մեկնարկ կարող է լինել, կարող եք գնալ եւ գումարի կառավարում սովորել, կամ դուք ձեզ գրանցեք, թե ինչքան եք ծախսում, ինչի վրա եք ծախսում։ Եվ միգուցե նոր բիզնես է, նոր գործողություններ են եւ նոր եկեք այդ գործողության մեջ։ Դամար մի փոքր դժվարություններ կլինեն սկզբում, այդ ամիս եթե սկսեք, բայց հետո ամեն ինչ կկարգավորվի։ Դե նոր մեկնարկները միշտ էլ ինչ-որ խնդիրներով են լինում, հետո արդեն ամեն ինչը մանր կարգավորվում է։ Տեսնենք սեպտեմբերը։ Այսպես նայում ենք մի փոքր դժվարություններ կան, բայց դժվարությունները կարողանում եք հաղթահարել։ Հաղթահարում եք օրինակ այդ տղամարդու միջոցով։ Եթե որևիցե դժվարություններ կան այստեղ։ Բնական է, հա, կան, մի փոքր տանջվում եք, մի փոքր նաև վախեր ունեք դուք ինքներդ ձեր ներսում, ինչ-որ բանի համար եք վախենում, անհանգստանում, դժվարություններ կան, այստեղ որ ասեմ դժվարություններ չկան, չեմ կարող ասել, կարող են, եթե պարտքերը կարող են ուզել, այստեղ եթե տղամարդ ունեք պարտք, այդ տղամարդը կարող է ուզել, գուցե դուք եք ձեր պարտքերը ուզում, չեն տալիս, հա դժվարություններ կա, այստեղ կարող է պարտքով գումար եք տալիս մարտին, հետո սեպտեմբերին ընկնում եք հետևից։ Դա համար պետք չի, նա պետք չի ոչ ոքին գումար տալ, կամ այստեղ կարող է հուլիսին եք տալիս ձեր ընկերոջը պարտքով գումար, հետո սկսում եք ընկնել հետևից, կամ դուք ունեք պարտքեր եւ ձեզ են հիշեցնում այդ մասին։ Ոնց որ ֆինանսական վիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, կամ այդ տղամարդու պատճառով է, կամ այդ տղամարդը ձեզ կաջակցի։ Գուցե ձեր տնօրենն է գում, աշխատավարձ չի տալիս եւ դուք նեղվում եք այդ փաստից, որ դեռ աշխատավարձը չկա։ Գուցե գործընկերն է, գումար է վերցրել այնտեղի թաքուն եւ զգում եք, որ գումար չկա գործի մեջ։ Ձեր տղան կարող է լինել, ձեր հայրը, ձեր եղբայրը, ով կամ կաջակցի, կամ միգուցե ձեզ հետ պահի որևիցե գործերից եւ ոնց որ չկարողանաք ինչ-որ մի որոշում կայացնել, ինչ անել, ներդրում անել, բիզնես սկսել, կարող ինչ-որ բան է, որը ոնց որ մեկը ձեզ վախացնի։ Կամ դուք ինքներդ ոնց որ այդ վախի ազդեցության տակ դիմում եք իրենց, որպեսզի իրենցից խորհուրդ հարցնեք։ Այնտեղ կարող է մարդը որ վախում է, ոնց որ ուղիղ այդքան էլ լավ չի կարողանում հասկանալ ինչ անի, ինչպես անի։ Համար այդ տղամարդը ձեզ կաջակցի կամ իր պարտքերն է ուզում, եթե պարտք եք։ Նման խոսակցություններ կարող են լինել։ Տեսնենք հոկտեմբեր ամսին ինչ է լինում, հոկտեմբեր ամիսը արդեն կարգավորվում է որոշ չափով ձեզ մոտ ձեր ֆինանսական վիճակը պետք է նայեմ։
Սա պետք է նայեմ։ Հոկտեմբեր ամսին դա նշանակում է անցյալից գումարներ ստանալ։ Միգուցե պարտքեն ձեզ, միգուցե ինչ-որ գումարեր մնացել, որ պետք է տային, կամ աշխատավարձներ, այդ գումարները կարող են ձեզ վերադարձնել։ Նաև կարող եք այնպիսի մի բանով զբաղվել, որ անցյալում էիք զբաղվում եւ դրանով գումար էիք վաստակում, հիմա եւս կարող եք դրանով զբաղվել եւ գումար վաստակել։ Նաև սա լավ ֆինանսական գործեր են, լավ ֆինանսական գործարքներ են։ Նաև կարող եք ընտրություն կատարել, միգուցե հենց այդ անցյալի հետ է կապված, միգուցե նաև մեկ այլ ընտրություն է այս գործն անել, թե այս գործը, այս եկամուտը պահել, թե այս եկամուտը պահել, միգուցե մյուսում շատ է տանջանքը, բայց քիչ է գումարը, հա, մյուսում մեկ այլ ձև, եւ կարող եք որոշում կայացնել, պահեք արդյոք թե ոչ։ Եվ այն ինչ որոշումներ, որ դուք կայացնեք, միևնույնն է դա ազդելու է ձեր ապագայի վրա, դրա համար շատ երկար մտածեք յուրաքանչյուր որոշման համար։ Նաև այդտեղ կան եկամուտի բազմաթիվ աղբյուրներ, տարբեր ֆինանսական ներդրումներ, կամ նաև ֆինանսական գործունեության տարբեր տեսակներ, լրացուցիչ կեսդրույքով աշխատանքով կարող եք զբաղվել այդ ժամանակ, նախընտրեք, հետո նոր ծախսեր արեք, ինչ-որ մի բան ընտրեք, երկար մտածեք, հետո նոր ծախսեք, այդ պահին մի ոնց որ ինչ-որ մի բանը տեսնում եք, այդ պահին մի գնեք, հա, հետո մի հատ ընտրություն կատարեք, նակ լվացքի մեքենա է, սառնան է եւ այլն։ Եվ եթե գումարի եք սպասում այդ ամիս, ապա այն կարող է կես-կես գալ։ Միգուցե անցյալից է։ Կամ ինչ-որ գումար տվել էին, հիմա կեսն էլ են տալիս։ Կամ հիմա են կեսը տալիս, հետո եւս էլի կարող են կեսը տալ։ Տեսնենք նոյեմբեր ամիսը ինչ է ձեզ սպասվում։ Ընդհանրապես ֆորտունան ձեզ համար դա նշանակում է հաջողություն, որովհետև այն երբ որ պտտվում է, երբ որ վերևում է գտնվում, այն հաջողություն է բերում, երբ որ ներքևում է գտնվում, նա անհաջողություն է բերում։ Բայց ես հակված եմ նրան, որ երբ որ նա ընկնում է, դա հենց հաջողություն է, միշտ բոլորի համար։ Եվ ուղղակի այդ հաջողությունից կարող են օգտվել խորամանկ մարդիկ, միգուցե դուք հաջողություն ունենաք ֆինանսապես, եւ օրինակ այնտեղ խորամանկ մարդիկ փորձեն ձեզ խաբել, կամ նաեւ ձեզ կարող են ասել այսա արա հաջողություն կունենաս եւ անեք իրեն լսելով, ինչպես որ ինքն է պատկերացնում, եւ ձեզ համար այդքան էլ լավ չլինի։ Դրա համար այստեղ խորհուրդ կա նոյեմբերին, որ եթե ուզում եք հաջողության հասնեք, դուք ինքներդ պետք է որոշեք։ Ավելի լավ է դուք լինեք խորամանկ, ինչ որ ֆինանսական հաջողության հասնելու համար, քան որևիցե մեկին լսեք, որ դες կարող է նաև գումար ուզի ձեզանից, եթե տեսնի ինչ որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, գումար ուզի, խաբի, չկտա, եթե այստեղ սրա հետ է կապված մի փոքր այստեղ ստիպեք թող բոլորը տան։ Որովհետև այնտեղ կարող է տեսնի դուք հաջողություն ունեք եւ դե մտածի դե գումարից չի նեղվում, այս ամիս ինչ կարիք կա գումարը տալու։ Եվ ձեզ գումարը չտա։ Յուրաքանչյուր առաջարկ ֆինանսական, որը որ դուք ինքներդ պատկերացնում եք, որ հաջողություն կունենաք, երկար մտածեք, որովհետև այդ առաջարկողը իր շահերը կունենա եւ պլյուս նրան դուք կարող եք այստեղ ֆորտունան պտտվի հակառակ ուղղությամբ դեպի ձեզ։ Դրա համար դուք ինքներդ պետք է հասնեք այդ հաջողության, քան որևէ մեկին դիմեք կամ ասեք, կամ այդ առաջարկը ստանաք, լսեք խորհուրդները եւ դա անեք։ Պետք չի դա անել։ Եվ մինչև կանցնենք դեկտեմբեր ամիսը, այստեղ կարծես թե վատը չէ։ Ոնց որ թե վատը չի։ Ամիսներ կան, որ մի փոքր դժվարություններ կունենաք։ Հունվարին, մայիսին, օգոստոսին, սեպտեմբերին, այդ ամիսներին մի փոքր դժվարություններ կարող եք ունենալ։ Եվ բայց այստեղ ունեք նաև շատ արագ որոշումներ լուծելու հնարավորություն։ Այնպես որ եթե դժվարություններ լինեն, դուք կկարողանաք ամիջապես ելքը գտնել եւ այդ հարցին լուծում տալ։ Այդ դժվարությունները երկար չեն մնա։
Ես էլի եմ ասում, երբ որ ամիսը պետք է շատ դժվար լինի, երկու քարտն էլ դժվար քարտ են գնում։ Եվ ըստ դրա էլ արդեն հասկանալի է, որ դժվարություններ են լինելու, որը մի փոքր դժվար կկարողանաք լուծել։ Ուղղակի ֆինանսապես այդ ամիսը այդքան էլ լավ ամիս չէ ձեզ համար, ուրիշ ոչինչ։ Բայց այստեղ յուրաքանչյուր դժվարություն դուք կարողանում եք լուծել, այստեղ ոչ է տղամարդու միջոցով, այստեղ ոչ է կարող է դրսից գումար փոխանցելու միջոցով, այստեղ ավելի շատ ոնց որ ընտրությունն է, սա ճիշտ ընկալելն է, դա դրական կլինի, թե բացասական, լավ կլինի, որ ես ծախսեմ, թե չէ։ Եվ վերլուծությունը ինչ որ մեկի հետ խորհուրդներ հարցնելը, քննարկելը, դա ձեզ շատ մեծ օգուտ կտա։ Իսկ սա նույնը, սա ինձ թվում է այստեղ երեք թե բիզնես կարող եք բացել եւ դժվարությունների միջով անցնեք, մինչև բիզնեսը կայանանա։ Հնարավոր է, հա, այստեղ կարող ներդրում եք անում, կարող ինչ որ մի բան եք ուզում անեք այստեղ, որովհետև ուզում եք առաջ գնալ։ Ուզում եք պայքարում եք այստեղ առաջ գնալու համար եւ ինչ որ նոր բանը ձեզ այդ պայքարից դուրս կհանի։ Եվ իհարկե արդեն տեսնենք դեկտեմբերը, թե ինչպես եք մտնելու 2027 թվական։ Տեսնենք ինչ է սպասվում, համենայն դեպս այստեղ տեսնում եք շատ ամիսներ կան, որ ոգևորված եք եւ հենց սա հենց առաջին քարտը հենց դրա մասին էր խոսում, որ դուք բավականին ոգևորված կլինեք, բավականին առաջ կտանեք ձեր բոլոր գործերը։ Եվ մարդը երբ որ ուզում է շատ գումար ունենալ, նա ձգտում է այնքան մեծ է լինում, որ սկսում է յուրաքանչյուր բան անել գումար ունենալու համար։ Բայց եթե մարդը որ ասում է, թե ինչքան կա, հերիք է, էլի, ապրում ենք, սոված չենք, ստամոքսներս կուշտ է, երեխեքը կուշտ են, շորները, հակները շոր կա, դե հիմա էսա։ Այդպիսի մարդիկ 2026 թվականին առաջընթաց չեն ունենա, դեռ հետընթաց կունենան, որովհետև 2026 ուզում է, որ միմիայն արագ գնանք, արագ ու առաջ, եթե չհասցնեք, մնալու եք հետևում, դա է 2026 թվականը։ Եվ ինչ լավ բան կա ձեր դեկտեմբեր ամսում։ Փակված եւ մարված պարտքեր։ Բոլոր պարտքերը մարված են, բոլոր վարկերը կարող եք մարել։ Ավարտեք։ Նաեւ այստեղ կարող է ոմանք գրավ դնեն այդ ամիս, նաեւ նոր նախագծեր սկսեք։ Ֆինանսական վիճակի փոփոխություն է տեղի ունենում, նաեւ շահույթ ինչ որ դժվարությամբ, հա, բայց սա ոնց ասեմ, ամենավերջին դատարանն է, հա, դատավոր, այդպես կարելի ասել, ով որ վերջնական որոշում է ձեր դատը, այդպես կարելի ասել, հա։ Սա վերածնունդ է։ Նոր կարևոր որոշումներ կկայացնեք, որոնք որ իրենց հերթին ձեզ համար կարմայական հետևանքներ կտան։ Այնպես որ դրա համար ճիշտ որոշումներ պետք է կայացնեք։ 2027-ը մտնում եք պարտքերով, մի մեծ կույտ վարկերով, նոր վարկ եք վերցնում, գրավ եք դնում, որ ամանոր անեք, որ բոլորին զարմացնեք, թե ինչ, այդ ամբողջը դուք ոնց որ նոր կարմա եք հավաքելու ձեզ վրա։ Բոլոր 5 գործերը կավարտեք։ Բոլոր։ Այդ հնարավորությունը ձեզ կընձեռվի, որ դուք ավարտեք։ Նոր սկիզբ է սա, նոր հնարավորություններ է սա ձեզ համար։ Ինչ որ նոր բան սկսելու, նոր բան ստեղծելու համար, այն ինչը որ դուք եք ուզում։ Նաև սա ոչ պաշտոնական եկամուտ կարող է լինել։ Ծրարի մեջ գումար կամ դուք կտաք կամ ձեզ կտան այդ գումարը, նպաստներ կարող եք ստանալ, հավելավճարներ կարող եք ստանալ, սուբսիդիաներ։ Ձեր եկամուտը կախված է միայն ձեզանից այդ ամսվա ընթացքում։ Հնարավոր է նաև կողքից էլի աշխատանք, կողքից ոչ է գումարներ կանենք, դա ամանոր է, ինչ որ բաներ եք անում կողքից, որ գումարներ ստանաք։ Ժամանակավոր աշխատանք է դա նաև, որ կարող եք ունենալ եւ գործունեության որևիցե գործունեության սկիզբ։ Դա նաև եթե բիզնես ունեք, այդ ժամանակահատվածում այդ հաշվետվությունները կտակ հարկային թղթի հետ կապված որ հարցեր են, այստեղ ստորագրություններ կարող են լինել կամ պետք է ինչ-որ բաներ ապացուցեք, որ այսքան գումար է, որովհետև սա եւս է ինչ-որ դատավոր է։ Ինչ-որ բաներ պետք է ապացուցեք ֆինանսական հարցերում, պայմանագրեր կարող եք կնքել, հաշիվ ապրանքագրեր, այստեղ նաև ցուցակ է, որը կարող եք գնալ գնումների, միգուցե նաև
ձեզ համար ցուցակ եք կազմում 2027 թվականի ձեր առևտրի համար եւ ըստ դրա էլ այստեղ որևիցե ճակատագրական կարմայով ձեզ համար որոշում եք կայացնում, որ 2027-ը այ այսպես պետք է լինի։ Ինձ թվում է ավելի ճիշտ կլինի, որ այդ նույնը սկսեք 2026 թվականի սկիզբը։ Որովհետև այստեղ ոնց որ հստակ որոշումներ, ես առանց սա վերջ ոչ մի պարտքեր չեմ ունենալու, ոչ մի սա չեմ անելու, հա, մաքուր մտնում եմ այս թիվ, ճիշտ է, մի քանի օր է մնացել այս տարվա ավարտին, կարող է չհասցնեք, բայց ինչ որ չափով դուք ինքներդ ձեզ պետք է տակ այդ խոստումը, որ հնարավորինս քիչ պարտքեր, հնարավորինս հետ գցել, որպեսզի ես հաջորդ տարի նորից եւս մտնեմ առանց պարտքերի, կամ հաջորդ տարի ապրեմ առանց պարտքերի։ Որովհետև երբ որ մարդ վարկ է ունենում, պարտք է ունենում, միևնույնն է չի կարողում վայելել։ Դուք պետք է ասեք, որ այդքան գումարը կարող եք ուտել, բայց տալիս եք ուրիշին։ Եվ մաղթում եմ ձեզ ամենալավ տարին, թող ֆինանսապես ապահով լինեք ամբողջ տարվա ընթացքում, ես քիչ-քիչ հավաքեմ քարտերը, ֆինանսապես անկախ լինեք, դժվարություններ չտեսնեք, յուրաքանչյուր դժվարության ժամանակ ավելի հեշտությամբ այն կարողանաք կառավարել եւ դուրս գալ։ Եվ սա այս քարտը որպես վերջնական, հա, տարվա վերջին ամսվա քարտ հիանալի էր ձեզ համար եւ իրոք լավ կլինի, որ ոչ մի պարտքով, ոչ մի պատասխանատվությամբ առանց ոչ պատասխանատվության, հա, այդպես մտնեք 2027 թվական։ Լավ կլինի, որ այս տարի էլ, բայց ինձ թվում է մի փոքր ուշ է, ուշ է այդ ամենը անելու համար։ Դե մարդիկ կան, կարող է եւ հնարավորություններ ունեն եւ մտածեմ, որ այո, ավելի լավ է սեղանին որոշը մի բան քիչ լինի, բայց հաջորդ տարի ավելի թեթև ապրենք։ Որովհետև թեթևություն է պետք, ձին թեթև է, ձին առաջ է գնում եւ դուք եւս պետք է առաջ գնաք, ինչպես ձին։ Ձեր գործերը եւս պետք է կարողանաք այդպես արագ առաջ տանել, ինչպես որ ձին է այդպես վառվելով գնում։ Այսքանը սիրելիներս, թող որ ամենալավ տարին լինի ֆինանսապես ձեզ համար 2026 թվականը։ Լավ եղեք։